դիվանագիտության մեջ կա կանոն։ Եթե ինքդ չես սահմանում, թե ինչը քեզ համար պետք է դառնա հաջողություն, ապա ուրիշները քեզ համար հաջողություն կդարձնեն ցանկացած արդյունք։ Երևանում այս օրերին տեղի են ունենում խոշոր միջազգային իրադարձություններ, վաղը մայիսի 4-ին տեղի կունենա Հայաստան-Եվրամիություն միջազգային գագաթնաժողովը, եւ այս ամենն իրոք կարեւոր է, որովհետեւ նախ մեր երկրում է հավաքված եվրոպական քաղաքական համայնքը եւ հետո եվրոպական քաղաքական ղեկավարները քննարկելու են Հայաստանում եւ ամբողջ Եվրոպային վերաբերող հարցեր։ Հենց սրա համար էլ ուզում եմ հարցերը քննարկենք, դիտարկենք բոլորովին այլ տեսանկյունից։ Լուրջ իրադարձություն դեռ չի նշանակում լուրջ արդյունք։ Եվ ուզում եմ մենք հասկանանք, թե ինչ է մեզ պետք մայիսի 4-ի գագաթնաժողովից, որովհետև եթե մենք դրա արդյունքում ունեցանք նորից էլի ընդհանրական բնույթի հայտարարություններ, ապա կստացվի մենք ուղղակի ունեցանք թանկ, գեղեցիկ կազմակերպված, բայց մեզ համար անիմաստ ուղղակի միջոցառում։ Դրա համար ուզում եմ նաև իրերը կոչենք իրենց անուններով, քննարկենք 6 կետի տեսանկյունից։ Առաջին՝ վիզաների ազատականացում։ Այս գագաթնաժողովը մեզ պետք է, որ կոնկրետ ասի, օրինակ, մինչև տարվա վերջ Հայաստանում ներդրվելու է, Հայաստան ունենալու է վիզաների ազատականացում։ Կամ նշի կոնկրետ ժամկետ, հակառակ դեպքում եթե եղան ընդհանրական բնույթի հայտարարություններ, օրինակ դրական դինամիկա կա, տեղաշարժ կա, այս ամենը նորից էլի արդյունք չի տալու։ Երկրորդ՝ Արցախից տեղահանվածներ։ 100,000-ից ավելի մեր հայրենակիցներ տեղահանվել են իրենց հայրենիքից, բնակավայրերից, պապական։ Եվ սա ընդամենը մարդասիրական վիճակագրություն չէ, սա նշանակում է կոնկրետ ճակատագրեր։ Հայաստանում հիմա սա նշանակում է կրթություն, աշխատանք, զբաղվածություն, այլ սոցիալական բնակարան, այլ սոցիալական հարցեր, բայց նաև սա նշանակում է, որ մեզ պետք է կոնկրետ քաղաքական ճնշում եվրոպական քաղաքական համայնքի կողմից Բաքվի իշխանությունների վրա, Արցախի մեր հայրենակիցների վերադարձի իրավունքի հետ կապված, Արցախում մշակութային ժառանգության պահպանման հետ կապված, նաև կապված ադրբեջանական բանտերում ապօրինաբար պահվող մեր գերիների ու պատանդների ազատ արձակման հետ։ Երրորդ՝ ներդրումներ։ Մեզ պետք են, որ այս գագաթնաժողովը ապահովի կոնկրետ նաև ներդրումներ ասի։ Օրինակ ներդրումներ տրանսպորտի բնագավառում, ներդրումներ ենթակառուցվածքների, էներգետիկայի բնագավառում։ Եթե մենք չունեցանք այս ամենը, նշանակում է մենք ունենք նորից էլի լավ կազմակերպված PR ընդամենը միջոցառում, առևտրի կանոններ։ Մենք այստեղ Հայաստանը գտնվում է այսօր շատ անարդար, անազնիվ վիճակում, օրինակ Թուրքիայի հետ Եվրոպական միությունն ունի շատ ավելի լավ կանոններ, քան Հայաստանի հետ։ Հայաստանին ընդամենը այո, դրանք որևէ արդյունք չեն տալիս, դրա համար մեզ պետք է, որ մենք ունենանք գոնե եթե ոչ ավելին, քան Թուրքիան, բայց նույն մակարդակի կանոններ, ինչ ունի Թուրքիան։ Մյուսը՝ անվտանգություն։ Սա մեզ համար կենսական է եւ անվտանգության հարցերում մեզ պետք են կոնկրետ ներդրումներ, կոնկրետ տեխնոլոգիաներ, ժամանակակից, թվային պաշտպանություն եւ այլն։ Հակառակ դեպքում նորից էլի նշանակում է ոչ չունենք արդյունք։ Եվ վերջինը՝ կամ մեզ հետ կամ Ռուսաստանի հետ։ Այս խոսույթը անիմաստ է եւ մեր շահերից էլ չի բխում, որովհետեւ նախ Եվ սա պետք է ասել ոչ թե քաղաքավարությունից դրդված, այլ իրատեսությունից ելնելով։ Օրինակ մենք ունենք մեր բազմաթիվ հայրենակիցներ, որոնք արտագնա աշխատանքների են մեկնում Շիրակից, Գեղարքունիքից, Տավուշից, մյուս բնակավայրերից Ռուսաստան եւ իրենց տունը պահում են այդ եկամուտով։ Մենք չենք կարող նրանց համար խնդիրներ առաջացնել։ Կամ այստեղ մենք ունենք նաեւ դարավոր բարեկամություն ռուս ժողովրդի հետ, մշակութային կապեր եւ այլն։ Հետևաբար այս գագաթնաժողովի եւ առհասարակ միջոցառումների արդյունքում մենք պետք է ունենանք այս բոլոր արդյունքները եւ ելի իհարկե ուրիշ արդյունքներ։ Եթե մենք այս ամենը չունեցանք, ես գիտեմ ինչպես է այս միջազգային գագաթնաժողովները տեղի ունենում, վերջում հրապարակում են ինչ-որ փաստաթուղթ, որտեղ գրված են ընդհանրական բնույթի հայտարարություններ։ Օրինակ, անգամ եթե նշվում է ինչ-որ քանի միլիոն եվրո աջակցություն քաղաքացիական հասարակությանը, պետությանը եւ այլն, սա նույնպես ընդհանրական է, մեզ պետք է կոնկրետ թիրախային ծրագրերով ներդրումներ, որպեսզի ապահովենք, մենք կարողանանք ապահովել արդյունք։ Գիտեք, լուրջ երկրները գործընկերների մոտ գնում են պահանջների ցուցակով, այլ ոչ թե շնորհակալությունների հույսով։ Այդպես է նաեւ երկրի լրջությունը եւ դիվանագիտությունը ամբողջ ու կշիռը չափվում։